Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ուրախ եմ դահլիճում այսօր տեսնելու տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, լրագրողներ, հասարակական քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ եւ առհասարակ հայ անհատներ, մարդիկ, ովքեր մտահոգ են եւ անտարբեր չեն։ Այսօրվա միջոցառումն էլ կազմակերպել են այս հարցով շահագրգիռ կառույցներ, անձինք, անհատներ, ովքեր հանձնառու են պայքարել հայ գերիների վերադարձի համար ամենօրյա ռեժիմով, մինչև վերջին հայորդին ազատ չարձակվի Բաքվի բանտերից։ 23 մեր հայրենակիցները այսօր ապօրինի ձևով գերեվարվել եւ պահվում են Բաքվի բանտերում։ Հիշեք նրանց անունները, երբեք չմոռանալու եւ մենակ չթողնելու հանձնառությամբ։ Ալյոշա Խոսրովյան, Արայիկ Հարությունյան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Գարիկ Մարտիրոսյան, Գևորգ Սուջյան, Գուրգեն Ստեփանյան, Դավիթ Ալահվերդյան, Դավիթ Բաբայան, Դավիթ Դավթյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Մանուկյան, Էրիկ Ղազարյան, Լևոն Բալայան, Լևոն Մնացականյան, Լյուդվիգ Մկրտչյան, Մադադ Բաբայան, Մելիքսեթ Փաշոյան, Ռաշիդ Բեգլարյան, Ռուբեն Վարդանյան, Վագիվ Խաչատրյան, Վասիլի Բեգլարյան, Վիգեն Էուլջեքջյան։ Մեր հայրենակիցները, ինչպես նշեցի, շինծու կեղծ մեղադրանքներով դատապարտվում են Բաքվի բանտերում եւ դատվում են, որովհետեւ հայ են։ Պաշտպանել են իրենց ծննդավայրում արժանապատիվ եւ հայեցի ապրելու բնական իրավունքի իրացման համար։ Սա դատավարական ֆարս է ոչ թե այս մարդկանց, այլ Հայաստանի Հանրապետության հանդեպ, որտեղ հոդվածներ են կարվում մարդկանց վրա, փորձ անելով այդ միջոցով Հայաստանը ներկայացնել ագրեսոր, օկուպանտ երկիր։ Եվ այս կերպ հնարավորություն ստեղծելով դատել յուրաքանչյուր հայի, ով հանդգնում է ցանկություն ունենալ ապրել իր հայրենիքում արժանապատիվ կյանքով։ Հայ ժողովուրդը չի կարող եւ չպետք է թույլ տա, որ այս մարդիկ մոռացության մատնվեն, որ Ադրբեջանի այս արարքը աննկատ մնա աշխարհի համար եւ հատկապես հայ հասարակության համար։ Շատերի համար ծանր է գիտակցելը, թե ինչերի միջով են անցնում մեր հայրենակիցները Բաքվի բանտերում եւ առհասարակ նրանց ազգակիցները։ Շատերի համար ծանր է գիտակցելը, այո, բայց պարտավոր ենք դա գիտակցել, զգալ եւ գործել այդ գիտակցությանը համարժեք։ Ու եթե մենք չխոսենք, չգործենք, որևէ մեկը մեր փոխարեն սա չի անելու եւ կմնան այդ անպատիվ խարանով մեր սերունդների աչքի առջև։ Իսկ ինչ ենք արել մենք, որպեսզի կանգնեցնենք այս հայտարարությունը։ Եվ ովքեր ենք մենք։ Եկեք այսօր հասկանանք, որտեղ ենք, ինչպես ենք հասել այստեղ, ինչպես դուրս գալ այս ամոթալի իրավիճակից, ովքերով եւ ինչպես, ով ինչ անելիք ունի առհասարակ եւ ինչ անելիք կա։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօրվա մեր քննարկումը լինելու է մեր բանախոսների հետ։ Սիրելի հյուրեր, հիմա ներկայացնեմ ֆորմատը ինչպես է լինելու, սկզբում մեր բանախոսները ելույթ կունենան, ապա կունենաք հարց ու պատասխանի հնարավորություն այդ ձևաչափով։
Եվ սիրելի լրագրողներ, դուք ընթացքում նույնպես կարող եք ձեր հարցերը ուղղել, ինչպես նաև մեր բանախոսներին հնարավորություն ունեք վերջում անձամբ հարցեր ուղղելու։ Մենք միշտ առաջնորդվելու ենք չվնասելու սկզբունքով, հասկանալով, թե ինչ խոցելի իրավիճակում են գտնվում այնտեղ մեր հայրենիները եւ ինչպես նաև իրենց ընտանիքներն ու հարազատները։ Բայց նաև պարտավոր ենք խոսել, պայքարել նրանց համար ու հետևաբար պարտավոր ենք ավելի տեղեկացված եւ բանիմաց լինել այս խնդիրներին անդրադառնալիս։ Մեր այսօրվա բանախոսները հենց այդ մարդիկ են, ովքեր իրենց գործունեությամբ ապացուցել են, որ հայ գերիների խնդիրը բարձրաձայնելում եւ նույն ժամանակ չվնասելու սկզբունքը լրիվ այլ կերպարանք, ռետորաբանություն ունի։ Եվ այլ էթիկա է պահանջում, որին կարելի է եւ պետք է տիրապետել, եթե իհարկե դա առհասարակ արկա է քո օրակարգում, սիրելի հայրենակից։ Եվ այսքանով խոսքը ցանկանում եմ փոխանցել Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանին, ով այս ամբողջ ժամանակաշրջանում ջանք եւ եռան չի խնայում ամենօրյա աշխատանքով տեր կանգնել գերիների խնդիրներին, բարձրաձայնել հնարավոր բոլոր ատյաններում։ Սա երբեք չի մոռացվի։ Տիկին Սահակյանը կներկայացնի գերիների ընթացիկ վիճակի վերաբերյալ բոլոր հարցերը, իրենց իրավունքների պաշտպանության հարցերով անելիքները։ Խնդրեմ Տիկին Սահակյան։